Հայկական ընտրության քննարկումների հարթակում այսօր մենք նստած ենք բոլորին դեմ կուսակցությունը ներկայացնող զգեստներով եւ այսօրվա թեման հենց նվիրում ենք նրան, թե ինչու է պետք բոլորին դեմ ասել, սակայն մի տարբերությամբ, մինչև հիմա բոլորին դեմ կուսակցության ներկայացուցիչները շեշտը դնում են նրա վրա, որ պետք է բոլորին դեմ լինել այն առումով, որ որևէ կուսակցություն այս ընտրական օրենսգրքով չպետք է բացարձակ իշխանության հասնի, քիչ ձայներ ստացող կուսակցությունները չպետք է դուրս մնան, ընդդիմությունը չպետք է այդ պայմաններում որևէ լծակից զուրկ մնա եւ այդ պատճառով պետք է մի քանի կարեւոր փոփոխություններ կատարել։ Սակայն բոլորին դեմ ընտրողները, եթե ես ճիշտ եմ հասկանում, շատ կոնկրետ պատճառներ էլ ունեն այս կամ այն կուսակցության, լինի իշխող, ընդդիմադիր, լուսանցքային կուսակցություններ, դրանցից յուրաքանչյուրին դեմ լինելու համար շատ ավելի կոնկրետ պատճառներ ունի։ Եվ առաջարկում եմ մեր այսօրվա քննարկումը նվիրենք հենց այդ կոնկրետ պատճառներին, հիշատակելով կուսակցությունները հերթականությամբ։ Սկսենք ինչից, իշխանության կուսակցությունից։ Երկու բառ ինքս ասեմ բոլորին դեմ շարժման մասին, որովհետև այն խնդիրը ինչի մասին խոսվեց, իրականում անհատականացնելու մակարդակի հարց չի իհարկե, ինչպես ասվեց, այսինքն համակարգային խնդիր է, որովհետև անգամ ամենալավ, ամենանվիրյալ քաղաքական գործիչն էլ, որ գալիս է, ցավոք սրտի համակարգը այնպես է կառուցված, որ այդ գործիչին փչացնելու հատկություն ունի։ Եվ երբ որ մենք ասում ենք բոլորին դեմ ենք, դա չենք անձնավորում ամեն մեկին առանձին, բայց հասկանում ենք, որ ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը հենց այդ համակարգային սխալների արդյունքում նաև ծնել է այնպիսի քաղաքական ուժեր, գործիչներ եւ այլն, որոնց անհատապես էլ այո մարդիկ դեմ են եւ հաճախ հենց այդ մակարդակում էլ իրանց ուսող ռեակցիան առաջանում է, որ ես գործիչ չեմ ուզում ուղակի լինի եւ չեն էլ արդեն նայում հաջորդը, թե ինչու է այդ գործիչ առաջացել, ինչու է ինքը քաղաքական ակտոր, իսկ առողջ քաղաքական ուժեր կամ չեն առաջանում կամ շատ դժվարությամբ ինչ որ փոքր ոնց որ ասեցիք լուսանցքային ուժեր են դառնում դրա համար հա եթե այսօրվա քննարկումը դրա մասին է խոսենք բայց երևի նաև ոչ միայն մեր անձնական կարծիքի տրամաբանությամբ այլև փորձենք հասկանալ մեր հանրությունը ինչով է ինչ տարբեր պատճառաբանումներ է բերում այս կամ այն ուժին դեմ լինելու տրամաբանությամբ փորձենք դրանք նաև վերլուծել հասկանալ դրական բացական կողմերը իրական են այդքան էլ կարևոր չեն այդ քննադատությունները վերջիվերջո մեր սիրելի քաղաքացիների համար փորձենք տալ պատկեր որ իմանանք եւ համակարգային իմաստով ինչ սխալներ ունենք եւ կոնկրետ համակարգի խաղացողների մասով ինչ առանձին դերակատարների մասով ինչ անելիքներ, բացեր, լրացնելու բաներ ունենք։ Եվ շնորհակալ եմ այս քննարկումը կազմակերպելու համար։ Հիմա եթե ամենատարածված տարբերակը հիշենք, բազմաթիվ քաղաքացիներ հաճախ այսպես լուսանկարներ են դնում Լևոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ բոլորի վրա այսպես խաչեր քաշելով համարում են, որ սրանք բոլորը նույն համակարգի ներկայացուցիչներ են, մեկը մյուսից սերված, մեկը մյուսի քաղաքականությունը ինչ մի շարք հիմնական կետերով շարունակած եւ այս առումով դեմ են այդ բոլոր այդ 3-4 նախագահ վարչապետ այդ գործիչների հետ միաժամանակ եւ ամեն մեկին առանձին մեղադրանքներ երբ որ տալիս են հաճախ դա վերաբերում է մյուսի օկտին փաստարկին ասենք օրինակի համար Նիկոլ Փաշինյանը դավաճան է երբեմն նշանակում է որ իսկ այ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը իրանք Արցախը պաշտպանում էին իսկ ահա Նիկոլը եկավ եւ հանձնեց իսկ բոլորին դեմ ընտրողները ավելի շատ ինչն են ընդգծում նաև մեր կարծիքները այստեղ ավելացնենք, այնպես չլինի, որ շատ անդեմ խոսանք վերլուծողի դիրքից, եթե կա այդպիսի բան հիշատակենք, բայց նաև մեր տեսակետները ասենք, ինչու ենք, ուրեմն մենք դեմ, առաջին հերթին սկսենք իշխանությունից Նիկոլ Փաշինյանի։ Շատ լավ, բայց այդ 4 երկրի ղեկավարների դեմքերով այդ պոստերների մասին, որ խոսքը գնաց եւ ինչու են իրանց մի համակարգի մաս համարում, ես չեմ ուզում իհարկե քննարկել թե ով ում շարունակողն է, ով ում ինչն է վերցրել, ինչն է պահել։ Ես այս
Ատես դիտանկյունից նայեմ եւ հետո անդրադառնամ կոնկրետ հարցին, որովհետեւ ինչ են այդ 4-ին դնում եւ խաչ անում։ Ես sense եմ պատկերացնում, օրինակ ես ինչու եմ դեմ 4-ին ամենայն հարգանքով, որ իր ինչ որ արժանինքներ ունի, չենք ասում բոլորը տենց 100%-ով ամեն ինչ վատ են արել։ Հարցը բայց մնաց, որ ես որպես քաղաքացի ուզում տեսնեմ արդյունք։ Այսինքն ինչ որ երկրի ղեկավար 5 տարի, 10 տարի է իրականում դեռ 91-ից 98 7 տարի, հետո 10 տարի, հետո 10 տարի, հիմա 8 տարի, այսինքն բավական մեծ ժամանակահատվածում մի ամբողջ պետական համակարգ աշխատել է կոնկրետ մարդու ղեկավարությամբ եւ ես ուզում եմ տեսնեմ արդյունք։ Վերջի վերջո, որպես եթե նժարին դնեմ դրականը եւ բացասականը, որն ավելի գերակշռող, որովհետեւ ամենայն հարգանքով, բայց ով է լինի որևէ համակարգի գլխին, եթե համակարգը այս կամ այն չափով ինչ որ մարդկանցից բաղկացած է, որոնք այս կամ այն չափով կարողություն են, ինչ որ միտեղ մեկը առաջ գնալու ենք։ Ուղղակի պետք է հասկանանք ինչքան կարային գնանք, ինչքան գնացինք եւ այն առաջ այն լավը, որ ունեցել ենք, այդ լավը եւ այն վատը, որ տեսել ենք, գերակշռում են թե չեն գերակշռում։ Իմ գնահատականի մասին եթե խոսք է գնում եւ ես կարծում եմ որ շատ-շատերը հենց այդ գնահատականը կիսում են որ բոլոր այդ 4 ժամանակաշրջաններում էլ ինչքան էլ որ ձեռքբերումներ են ունեցել թվացial կամ ոչ թվացial ձեռքբերումներ բացասականը գերակշռել է այսինքն այդ գործիչները ունենալով բավական ժամանակ չեն կարողացել ցույց տալ անձամբ ինձ համար բավարար արդյունքներ, որ ես համարեմ, որ այդ ժամանակաշրջանը մենք կատարյալ չունեմ, գերազանց արդյունավետ կերպով անցկացրել ենք եւ տրամաբանության հետեւյալի մեջ է, թե մարդ ունեցել է 8 տարի, 10 տարի եւ այդ 10 տարին արդյունավետ չի օգտագործել, շանս տանք այլ ուժերի, այլ գործիչների իրանք կարողանան այդ ժամանակահատվածում ինչ-որ բան իրականացնել։ Այսինքն այստեղ է դա հարցը։ Անձնավորված չի արդյունքներ։ Արդյունքները ինձ չեն գոհացնում որպես քաղաքացի, համոզված եմ 100,000-ը որ մեր քաղաքացիներին չեն գոհացնում։ Այն ուժը, որ այդ արդյունքները գոհացուցիչ չի կարողացել ապահովի, պիտի գնա ճանապարհ հարթի այլ ուժերի համար, որոնք կանեն։ Բայց ցավոք սրտի այս համակարգը դա թույլ չի տալիս։ Սովորաբար այտենց գնահատականներ, այսինքն լավ է աշխատել, թե վատ է աշխատել, միշտ բաղդատվում է հրճակված ծրագրին, այսինքն կամ ասենք մեր ակնկալիքներին այդ ծրագրի հետ կապված եւ այստեղ հարց է առաջանում իսկ որքանով են այդ եւ մյուս տեխնացուների այդ պահին իշխող կամ ընդդիմադիր ուժերի ծրագրերը մեզ բավարարում անկախ նրանից իրանք դա լավ են իրականացրել թե վատ ինքնին արդեն փիլիսոփայությունը իրենց գաղափարական մոտեցումները կարևոր հարցերի վերաբերյալ իրենց ի սկզբանե դիրքորոշումները որոնք այդպես էլ ոնց կարծես թե իրականացվել են լավ ու վատի քանակական հարց չի, այլ ուղղակի բովանդակությամբ դա են եղել։ Ես օրինակ առանձին ուշադրություն կդարձնեի Արցախյան հիմնախնդրին, որովհետև այդ բոլոր ղեկավարները, անգամ նրանց թիմակիցները եւ նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունները հետևում էին մի փիլիսոփայության, որի վերջո հանգեցրել է մեր այսօրվա պարտությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է Ղարաբաղյան շարժման խեղաթյուրման առաջին քայլերն է կատարել Արցախը անջատելով Հայաստանից հակառակ դեկտեմբերի 1-ի որոշման միջազգային հարթակներում ամեն կերպ մենք վերածվել ենք մի տեսակ մեղավորի, որը օկուպացնում է ադրբեջանական տարածքները, ամենտեղ նա փորձում էր արդարանալ, հորինվեց մի կոնցեպտ, որը միջազգային իրավունքով լավ չէր բացատրվում հենց այսպես կոչված ինքնորոշման այդ կոնցեպտը, որը կապվում էր Արցախի անկախության հետ, մենք փաստորեն հրաժարվեցինք տարածքային պահանջները ներկայացնելուց, կարծես թե ամաչում էին, կարծես թե դա մեղք էր, կարծես թե դա մեր իրավունքը չէր, եւ այս ամեն ինչը ի վերջո հանգեցրեց 94 թվականի հրադադարին, որը հաղթանակ ներկայացվեց այն դեպքում, երբ որ կիսատ թողնված պատերազմ էր։ Նույն կոնցեպցիան շարունակել է Ռոբերտ Քոչարյանը, ավելի շատ ներգրավելով Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սկսվել է ռուսական ներկայության ավելացումը, բայց Քոչարյանը էլ ավելի ծավալ տվեց դրան, Ռուսաստանը դառավ մեր, այսպես ասած, անվտանգության երաշխավորը կարծես թե Մինսկի խմբի բանակցությունների ամբողջ ընթացքում թե Քոչարյանի օրոք, թե Սերժ Սարգսյանի օրոք խոսքեր գնում տարածքների հանձնման մասին, ինչը անհնար էր դարձնելու այն մնացած Արցախի պաշտպանությունը եւ Սերժ Սարգսյանի դեպքում դա արդեն հասավ ուղղակի սեփական ժողովրդի նկատմամբ պարտադրանքի փորձերի, որ այդ տարածքները արդեն
հանձնվեն։ Այս ամեն ինչի արդյունքը եղավ նաև 18 թվականի հեղափոխությունը, նաև Արցախյան խնդրով պայմանավորված, եւ մենք ունեցանք մի ղեկավար, որը բացարձակ պատկերացում չուներ այդ խնդրից, ինքը համարում էր, որ դա ընդամենը արցախցիների խնդիրն է, համարում էր, որ այնինչ որ անում էր իր ասելով Ղարաբաղյան կլանը կարծես թե հարցը լուծված է եւ ինքը այսպես ուղակի դա կվայելի իրեն պետք է ընդամենը ցույց տալ որ ինքը Արցախի ղեկավարների չափ ֆինանսական ներդրումներ է անում Արցախում բանակում եւ դա բավարար կլիներ բացարձակ չէր պատկերացնում ոչ խնդիրը ոչ պատերազմի սպառնալիքը ոչ դրան նախապատրաստվելու անհրաժեշտությունը բանակի վիճակը անգամ չէր պատկերացնում արդյունքում մենք ունեցանք պատերազմ որի առաջին օրերից նա իմացա, որ մենք պարտվելու ենք այդ պատերազմը եւ փոխանակ մտածի պատերազմի ընթացքը փոխելու մասին, ինչ որ ձևով նվազագույն հաջողություններ արձանագրելու մասին կամ կորուստները նվազեցնելու մասին, ուղղակի համակերպվեց այդ պարտության հետ եւ ամբողջ պատերազմի ընթացքում ձևեր էր թափում, թե մենք այսպես ասած պարտվեցինք, որովհետև թույլ ենք, որովհետև նախկիններն են մեղավոր, որովհետև գեներալներն են մեղավոր, որովհետև փախան, որովհետև դավաճանեցին եւ այլն։ Եվ միայն այս արցախյան խնդրով արդեն համարյա ամբողջ քաղաքական դաշտին կարելի է դեմ լինել անհատապես, այդ թվում նաեւ լուսանցքային խաղացողներին, որոնց գուցե անդրադառնանք այլ առումով։ Իսկ ասենք օրինակի համար կոռուպցիայի պահով կամ այլ խնդիրների պահով ինչ մենք ունենք ասելու այդ նույն կուսակցություններին։ Ես երևի համեն դեպքում Արցախից եթե սկսվեց, ես էլ դրա մասին երկու բառ ասեմ։ Ինչպես ասացի, արդյունքով։ Ես գնահատում եմ արդյունքով քաղաքական ուժերին, հատկապես իշխանությունների մասնագնում խոսքը, որտեվ ես համակարգում ցավոք սրտի մյուս ուժերը առանձնապես արդյունքներ ուղղակի ցանկության դեպքում էլ չեն կարողանում արձանագրել, բայց այո, այդ Արցախյան հարցի այսօրվա մեր ունեցած արդյունքն է, որ մենք ունենք ամբողջությամբ հայաթափված, ընդ որում ոչ միայն մարդկային իմաստով, այլև ոչ նյութական մեր անիմաստով լքված Արցախ։ Եվ դա ինձ համար այսինքն դա ինչ որ արդյունք է, որը ես գնահատում եմ ինձ համար խիստ բացասական։ Այդ պատճառով է նաև, որ ես բոլորին դեմ եմ։ Այո, համաձայն եմ, որ մենակ դա ինքնին արդեն բավարար կարար լիներ, բայց եկեք հասկանանք ինչու մենք հանգեցինք այս դաշտակի առջև։ Անձերին, ղեկավարներին մեղադրել հաստատ պետք է, որովհետև ցանկացած անհաջողության պատասխանատուն պետք է լինի առաջնորդը։ Ինչքան էլ առաջնորդը փորձի մեղավորությունը տարբեր տեղեր դնել, առաջնորդը կրում է առաջնային ամենահիմնական պատասխանատվությունը։ Եվ եթե մյուս այդ շահակից խմբերի, չգիտեմ, շահագրգիռների, մյուս խաղացողների մասով չի կարողացել ճիշտ առաջնորդում իրականացնել, ով է մեղավոր։ Ես չեմ մեղավոր։ Այդ մասով հա, ես իհարկե բոլորին դեմ եմ ու դա արդեն բավարար կարար լիներ ինձ համար, բայց պետք է հասկանանք ինչու եկանք այս հանգրվանին։ Եվ այդտեղ հենց գալիս են այն մյուս բոլոր հանգամանքները, որտեղ ես իմ մասնագիտության բերումով խնդիրներին նայում եմ հենց այդ տրամաբանության մեջ։ Ոչ թե հետևանքով եմ գնահատական փորձում տալ եւ առհասարակ լուծումներ գտնել, ոչ թե հետևանքը վերացնելու, այլ պետք է հասկանալ խնդիրների էությունը, ում պատճառը։ Ինչն էր պատճառը, որ 94 թվականին մենք ունենալով առաջ խաղացում Ադրբեջանը լինելով պառակտված պետություն, ներքին այդ խժդժություններով, վարկաբանց բարոյազրկված բանակով եւ այլն, ինչու մենք չկարողացանք դա նյութականացնել, այսպես ինչու 94 թվականին կանգնեցինք, ինչու ուժներս չհերիքեց, գաղափարները ինչը չհերիքեց։ Առաջի հերթին պետք է հասկանանք, որ մեր պետականության ուժը չհերիքեց։ Որովհետև երկրի առաջնորդից սկսած, եթե դու վախենում ես, նշանակում ուժեղ չես, թիկունքդ ամուր չի։ Եթե մենք ինչքան էլ հայ մարդը իր վճռականությամբ, քաջությամբ, չգիտեմ, 80-ականների, 70-ականների որսորդական հրացաններով ֆիդայական մեր շարժման մարտիկների մասն գնացին եւ մեր հաղթանակը փաստացի կերտեցին 90-ականների սկզբին։ Պետությունը որպես արդեն ինստիտուտ այդ հաղթանակին դեռ չկարողացավ կանգնել։ Լավ ասենք 94 թվական 3 երամյա պետություն ունենք, 3 տարի ինչ անկախացել ենք, օբյեկտիվորեն կարող է եւ իրոք պատրաստ չէինք անգամ հաղթանակի։ Այդ պարտությունը իհարկե շատ դժվար է դա տրվում, բայց հաղթանակն էլ հեշտ չի տրվում, պահելը։
Լավ, բայց 94-ից մինչև 2020 թվականը մենք ունեցել ենք 26 տարի։ 26 տարվա ընթացքում մենք պետք է կառուցեինք այնպիսի բանակ, որը հենց մեր այդ ապագա մարտահրավերների համար էր նախատեսված։ Ապագա մարտահրավեր, ու այնպես չի, որ այդ մարտահրավերը հիփոթետիկ է։ Օրինակ Ամերիկան ինքը գլոբալ տերություն է, իր մարտահրավերները հիփոթետիկ էլ կարան լինեն, որտեղ գլոբալ մասշտաբում դու չես կարող կանխատեսես, որտեղ ինչ խնդրեմ առաջանալ, որ Ամերիկայի շահերին կարա խփի եւ դու ստիպված լինես միջամտեստ համար իրանք տիեզերական ծրագիր են անում, նոր ինչ որ զենքեր են հնարում, սուզանավեր են սարքում եւ այլն, այսինքն գլոբալ ինչ որ մարտահրավերների են փորձում դիմակայել։ Մեր մարտահրավերը շատ հստակ է։ Մեր հակառակորդներն էլ անհասկանուն, այսինքն աչից, ցախից բոլորին գիտենք։ Հայտարարվող նպատակներ իրանց կողմից երբեք չի թաքցվել իրանց նկարտումները Հայաստանի նկատմամբ։ Հստակ գիտես կարողություններ, տեսնում ես, չգիտեմ, դեմոգրաֆիական աճ, տեխնոլոգիական աճ, բյուջեի աճ, առևտրի աճ, ամեն ինչ տեսնում ես, հիփոթետիկ չի։ Այդ դրան պատրաստվելը, դրան դիմակայելու պետություն ստեղծելու անկարողությունով է, որ ես իրականում գնահատում եմ 4 նախկին, մեկը ներկա վարչակարգա, բայց այդ 4 վարչակարգերը ես դրանով եմ գնահատում եւ հենց դրա համար է, որ ես բոլորին դեմ եմ։ Հիմա եթե կխոսենք այդ առանձին կտորներից, սիրով այդ ես այստեղ մի անցում անեմ, հիմնական պատճառներից մեկը, թե ինչու իրենք այդպես վարվեցին, այն էր, որ մենք դե հիմա ինչ որ ազատագրել ենք, այդտեղ մնացել ենք, ինչ որ մի ստատուս քվո կա, եւ մնացած հարցերը ոնց որ աշխարհի ուժեղները պիտի լուծեն, մենք պիտի աշխարհի ուժեղների մեր դիրքորոշումը ներկայացնենք եւ այլն։ Դա բնականաբար սխալ էր, սրա վրա առաջարկում եմ իրենց մասով չկանգնել, բայց անցում կատարել այլ կուսակցություններին եւ այսօր երբ որ նայում ենք քարոզարշավը, մենք տեսնում ենք մի խումբ կուսակցություններ, որոնք այդ ուժեղ քերուն տեսնում են Ռուսաստանում եւ մեկ այլ խումբ կուսակցություններ, որոնք այդ ուժեղ քերուն տեսնում են Արևմուտքում։ Ընդ որում իմ տպավորությունն այն է, որ նրանցից երկուսն էլ ի վիճակի չեն հիմնավորել, բացատրել, պատասխանել այն կասկածի տակ դնող հարցումներին եւ ընդհանրապես զբաղված են պոպուլիզմով, այսինքն իրականում այդպիսի բան չկա, բայց իրենք դա ներկայացնում են որպես ամենափրկիչ ինչ որ մի դեղահապ, ասենք չգիտեմ, եվրոինտեգրացիան կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնելը, անվտանգության ինչ որ վերացական երաշխիքներ եւ այլ բաներ, կարծես թե իրական լուծումներ տալու անկարողության պատճառով այդպիսի պոպուլիզմով են զբաղված։ Կա նման բան, բայց անդրադառնամ այդ ուժեղ քերի փնտրելու մեր մորմոքին։ Անկախ նրանից այդ հարցի լուծումը ուժեղ քերիների, չուժեղ քերիների տիրույթումն է, դու որպես պետություն պիտի հարգանք ձևավորես քո հանդեպ։ Անկամ եթե ուժեղ քերին պիտի այդ խնդիրը լուծի, չենք խորանում այդ մասով, ոնց որ ասացիք, ինձ անիմաստ անգամ այդ բանաձևի վրա կենտրոնանալու, բայց անգամ եթե մեր մտածելակերպն է, որ մեր խնդիրը մեր փոխարեն պիտի լուծի ուժեղ քերին, այդ ուժեղ քերին չի պիտի մեր օգտին էտի լուծի։ Եթե կա երկու մարդ, չգիտեմ, երկու քրոջ որդի ունի, եթե քերու մասին ենք խոսում, եթե երկուսի միջև կռիվ անգել, այստեղ կարա լինի արդարության կտորը, կարա լինի այլ ինչ-որ կտորներ, բայց այս կամ այն կերպով, եթե այդ որոշողը պետք է հասկանա, ինչի այս կամ այն կողմին տալ լուծման, այսպես ասած, ավելի դրական արդյունքը։ Այդ արդարություն եւ այլն այդ ամեն ինչը միջազգային հարաբերություններում, աշխարհակաղակական հարաբերությունում չի գործում։ Դու պիտի հարգանք ձևավորես։ Իսկ դա ձևավորում է շահերի ճիշտ բալանսավորումը, շահերը ճիշտ շահեր ներկայացնելու արդյունքում։ Այսինքն թե ուժեղ քերին իմ հետ, իմ համար այդ խնդիրը լուծելուց ոչ մի օգուտ չունի։ Իսկ այն մյուսից ունի նավթ, այն մյուսից ունի, գիտեմ, ինչ որ այլ ընտրանքային, այլ ինչ որ էներգետիկ հոսքեր, ունի ինչ որ իր մեկ այլ դաշնակցի կողմից բավական լավ վերաբերմունք եւ այլն։ Ինչի պիտի մեր համար այդ խնդիրը լուծի։ Այդ հարցը թե մենք մեր առջև դնում ենք, մենք հաջորդ քայլը որ պիտի անենք, երբ որ այդ բուն պատճառը հասկանում ենք, պիտի հասկանանք ինչ կարանք մենք առաջարկենք այդ ուժեղ քերիներին։ Եթե տենց ենք մտածում, ուզում ենք ուժեղ քերին գա մեր խնդիրը լուծի։ Այդտեղ է մեր խնդրեմը, որ մենք այդ չենք արել։
միամիտ նստել ենք, թե պիտի մեր օգտին Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան, չգիտեմ, Չինաստան, Իրան եւ այլն ինչի պիտի գան մեր օգտին ինչ-որ բան անեն։ Առհասարակ որևէ մեկին չի պիտի Իրան վնաս անի, մյուսին օգուտ անի։ Դրա համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ վարչակարգ, որ ուզում է գա, առաջինը Հայաստանի Հանրապետության շահը դնի։ Հասկանա որն է այդ շահը, փորձի այդ շահը կապել մյուս այդպես ուժային կենտրոնների շահերի հետ, տա հետաքրքրություններ այնպիսի շրջանակ, որը ոչ մի կերպ չի վնասում Հայաստանի Հանրապետության շահերին, բայց համընկնում է մյուս պետությունների շահերի հետ, ոչ մի մեր ղեկավար նման բան չի արել։ Եվ այդ կեղծ դիսկուրսը հիմա որ եկել է, գիտեմ, արևմտամետ, ռուսամետ, որ եթե իշխանությունը չվերարտադրվի նորից ընկնում ենք Ռուսաստանի գուբերնիայի տակ, դա այնքան կեղծ դիսկուրս է, երբ որ մենք այս պրիզմայով ենք նայում, որտեղ այսօր մենք ոչ թե Եվրոպային ենք ինչ որ օգտակար բան տալի, այլ Եվրոպային այս պահին պետք է հակառուսականության ինչ որ գիծ իրանց համար ոնց որ տրոֆեի պես ինչ որ մի բան է ամեն հերթական թեկուզ ամենափոքր ամենաաննշան պետությունը, որը խիզախություն կգտնի այդ գիծը Եվրոպայից պահելու եւ իրանք պատրաստ են ամեն մի այդ աննշան առաջնորդի, անգամ որ երկրի ղեկավար չի, ընդդիմության ինչ որ մի հատ էպատաժնի դեմք կարա լինի, որը գնա ասի այ Ռուսաստանը սենց վատնա եւ այլն եւ ես այս երկրում տանել եմ հակառուսաստանցիները, բայց դառնում է իրանք աչքի լույսը։ Այսօր ցավոք սրտի ես տենց եմ տեսնում, որ Հայաստանը հենց այդ դրամաբանության մեջ է, կեղծ արհեստական հակառուսականության դրամաբանության մեջ ասել է ես ձեզ էս կարամ էս պահին տամ, ուրիշ ռեալ տնտեսական այլ ինչ որ օգուտներ բան Հայաստանով չեմ կարող ձեզ ապահովեմ, տեխնոլոգիական առաջնորդություն չեմ կարող անեմ, համամարտկային այդպես լուրջ արժեքներ Հայաստանում չեմ ուզում անգամ փորձեմ ստեղծեմ եւ այլն, բայց ես կարամ կամ ձեր ամբիոններում հակառուսական դեր խաղամ, ինձ էլ եկեք դուք այստեղ այդ բան sense ընդունեք, որ այ դու մեր համար ընդունելի տեխնացու ես, այդ թատրոնը խաղանք։ Այն մյուսներն էլ այդ թատրոնի հետևանքով դառնում են հակառակ բևեռ, որտեղ այո, պոպուլիստական համակարգում շատ կարևոր է ունենալ ինչ որ հակառակորդ բավական ուժեղ, որ ինքը հանրության աչքերում դիտվի որպես արժանի հակառակորդ, բայց ոչ երբեք այնքան ուժեղ հակառակորդ, որին հնարավոր չլինի հաղթել։ Այսինքն ստեղծումը, ոնց ասենք, խոզին կերակրում, վերջում մորթում են, որ միսը բան անեն։ Այս շատ կարևոր պահ էր, որովհետև ամբողջ քարոզարշավը, որ նայում ենք, անգամ քարոզարշավին նախորդող շատ երկար ժամանակաշրջանը, կարծես իշխող կուսակցությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ իր համար ունենա խոցելի ընդդիմություն, որին ինքը հեշտությամբ կհաղթի։ Այսօր իմացա, որ Նարեկ Կարապետյանի դեմ են ինչ որ քրեական գործ հարուցել արդեն։ Չէ, այս ամբողջ հարցն այնա, որ ես կանոնը գրված կանխատեսում ունեի, որ կարծես թե չաղացնելու է այդ ընդդիմության որոշակի հատվածի եւ վերջում մորթելու է, հա, որովհետեւ հենց դրա համար էլ չաղացնում է, որպես այդ մորթելը ավելի էֆեկտիվ լինի եւ ընդհանրապես այլևս ոչ ոք չկասկածի, որ իշխող ուժը այսպես ամենակարող է եւ այլն։ Եվ այստեղ ես տեսնում եմ, որ խոսեցինք կեղծիքի մասին, երկու խոշոր կեղծիք։ Ես միանշանակ համաձայն եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը դրանք ռուսամետ գործիչներ են։ Իրենց մտքում, իրենց աշխարհի պատկերացումներում։ Մեկը Ռուսաստանում է շատ երկար եղել, մյուսը ինչ որ մի ժամանակաշրջան Հայաստանին ոնց որ դարձրել է Ռուսաստանի այսպես հավատարիմ դաշնակից եւ կարծես թե իր համար այդ ժամանակաշրջանում ամեն ինչ լավ է։ Իրենք այլ լուծում չեն պատկերացնում անձնապես։ Բայց տարվող այն քարոզչությունը հակառակ ճամբարից, որ ռուսները այստեղ ինչ որ հատուկ օպերացիա են իրականացնում այդ ուժերի միջոցով, ակնհայտորեն սուտ է ինձ համար, որովհետև բոլոր բերվող փաստարկները կարծես թե հենց դրա հակառակի մասին են ասում, այսինքն բերել են 100 տարվա հնության ինչ որ փաստաթղթեր, գաղտնազերծված, չգիտեմ ինչ որ բաներ, որոնք այսօրվա իրականության հետ ոչ մի կապ չունեն, բայց ստեղծում են ֆոն ասելու համար, այ եթե Ռուսաստանը Ֆրանսիայում, Սերբիայում, չգիտեմ, այս գրողի ծոցը, այն գրողի ծոցը, այսպիսի օպերացիաներ արել,
ոնց կարա Հայաստանում չանի։ Բնականաբար անում է։ Այնիշ մենք բոլորս տեսնում ենք, որ չէ, Ռուսաստանը իրականում ոչ մի բան էլ չի անում, իսկ ասենք Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ նույնիսկ կարելի է մեկնաբանել աջակցություն Նիկոլ Փաշինյանին փաստացի։ Եվ մենք չենք տեսնում ոչ այստեղ այդ մեծ փողերը ռուսական, Սամվել Կարապետյանինը տեսնում ենք, մենք չենք տեսնում հայտնի ռուսական գործակալներին ակտիվ գործունեության մեջ, համարյա բոլորին դեմքով ճանաչում ենք, ոչ մի բան չենք տեսնում, բայց կա մի հեքիաթ, որ սրանք Ռուսաստանի կողմից ուղարկվել են, որպեսզի Ռուսաստանը այստեղ, չգիտեմ, նոր պատերազմ սկսի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այսինքն մի շաբլոն, որին ժողովուրդը շատ հեշտությամբ կհավատա, որտեղ նախկինում այդ շաբլոնը միշտ եղել է հիմնավոր, կիսահիմնավոր ձևով եւ այսօր էլ կհավատա եւ այդպես սարքվել է մի հատ բոբո, որի դեմ պետք է այսպես հերոսը մեր պայքարի եւ երկրորդ կեղծիքը դա եվրոպական ուղղությամբ այդ մեծ եվրոպական կոնֆերանսի կազմակերպումը նախընտրական քարոզչության նախորյակին եւ ընդհանրապես այն հեքիաթը, որ իբր թե Հայաստանը դեպի Եվրոպա է գնում, այսպես պայքարում է Ռուսաստանի ճիրաններից ազատվելու համար, այստեղ շատ մեծ կեղծիք կա եւ դա երևում է հետեւյալ փաստից։ Ընդամենը 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր այդ նոյեմբերի 9-ի հայտնի զորահանդեսին։ Իր իշխանության գալու առաջին օրվանից ներողություն, մայիսի 9-ի այդ հաղթանակի զորահանդեսին։ Իր իշխանության գալու առաջին օրից այցելում էր Պուտինի մոտ եւ այսպես շողոքորթող այսպես դիմելաձևով հետը խոսում, պատմում, որ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի դեմ ինչ որ քայլեր անել, չի պատրաստվում փոխել իր ավանդական համագործակցությունը։ Եվ միայն այն բանից հետո երբ արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը բավական թուլացել է եւ պայմանավորված զուտ այս նախընտրական անհրաժեշտությամբ հանկարծ սկսվում է այս արևմուտքի նկատմամբ սիրո այսպես մեծ դրսևորումները, ինչը բավական անհիմն է։ Այո, օբյեկտիվորեն Հայաստանը Ռուսաստանից այսպես ոչ թե ազատվում ենք, մենք իրականում միշտ էլ ազատ ենք եղել եւ ինքներս ենք կարծես թե ինքներս մեզ դրել Ռուսաստանի հսկողության ներքո, ցանկության դեպքում միշտ կարող էինք դուրս գալ։ Ուղղակի ռուսները կարծես թե այնքան են թուլացել, որ տարածաշրջանից հեռացել են, բացի այդ պատերազմով նրանք կարծես թե մեզ հանձնել են թուրքերին, հա, այլևս որևէ հետաքրքրություն չունեն եւ ամենակարևորը ռուսները այստեղ ոնց որ մեղքի զգացում ունեն եւ իրենք էլ իրենց հերթին մեղքը անընդհատ նետում են Նիկոլ Փաշինյանի վրա, այսինքն մենք որ անվտանգության երաշխիք որ ենք, մեր այդ հույսեր մի կապեք, որովհետեւ մենք չենք մեղավորը ձեր ընտրած Նիկոլ Փաշինյանն է, նա է արել բոլոր սխալ բաները եւ այս պայմաններում շատ հեշտ է արևմտյան, ես կասեի բավական միամիտ առաջնորդներին ներկայացնել այս բարդ վիճակ, այո, մենք չենք կարողանում ռուսների ճիրաններից դուրս գանք, իրենք կարող են տնտեսական սանկցիաներ անել, մեր բանակն է իրենցից կախված, բայց մենք պայքարում ենք եւ այսպես համոզել, որ այո, մենք կարող ենք դեռևս հապկից դուրս չեկած ԵԱՏ-ի մեջ ակտիվ մասնակցելով համարվել արևմտյան երկիր։ Ընդհանրապես նախկինում եմ շատ համոզվել, որ եվրոպական գործիչները հաճախ այսպես հետ խորհրդային երկրների գործիչների համեմատ բավական պարզամիտ են եւ նրանց խաբել այս առումով բավական հեշտ է եւ հիմա ես ակնհայտորեն տեսնում եմ այդ երևույթը եւ սա երկրորդ կեղծիքն է, հա, մեկը որ այստեղ կա շատ ուժեղ ռուսական սպառնալիք, մյուսը որ կա այսպես արևմտյան կողմնորոշում իշխանությունների մոտ։ Ես կարծում եմ բոլոր լուծումները իրադրային են եւ բոլոր լուծումները այս շրջանում նախընտրական են։ Վաղը մյուս օր նորից կարող է լինել այդ Ռուսաստան, այսպես սուր անկյունների մեղմում, եթե դրա անհրաժեշտությունը ծագի ինչ որ մի պատճառով։ Բայց այսպես վերադառնանք արևմտյան կուսակցությունների խմբին։ Մասին էլ մի բան ասեմ, նախորդ խոսքս չավարտվելը մասոր հանգարց թյուրընկալում չառաջանա, ես որևէ կերպ որևէ ուժի խոզի հետ չի ուզում համատել, անալոգիան նրա մասն է, ինչպես ասենք մարդը ֆերմայում խոզին աճացնող հետո մորթի, այդպես էլ այստեղ պոպուլիստական ցանկացած համակարգում փորձ արվում ստեղծել այդ իշխող ուժին հակառակ ինչ որ մի ուժի ընկալում, այդ ընկալումն է որ ուռճացնում, վերջում տարբեր այլ մանիպուլյացիվ պոպուլիստական ում պետքա ոնց կուզի կանի, այսինքն այստեղ հարցը նրա մեջ չի որ դրա տակ կա հիմք, հարցը նրա մեջ է որ դա խաղի կանոնն է, այդ պոպուլիստական խաղի կանոնն է,
Պիտի լինի մեկ, պիտի լինի նրանք, մենքը պիտի հաղթի նրանք պիտի լինեն վտանգ մենքի համար, որ մենքը կոնսոլիդացվի, գնա նրանքին հաղթի։ Էդ է, դա դասագրքային ճշմարտությունն է։ Հիմա ինչ վերաբերում է այդ գլխում ինչ կա, ես ոչ Քոչարյանին, ոչ Սամվել Կարապետյանին անձամբ չեմ ճանաչում։ Չգիտեմ իրանց գլխում լուծում կա թե չկա։ Բայց քանի որ այն ինչի մասին որ դուք խոսացիք, այդ նարատիվը Ռուսաստանի դեմ Եվրոպան ենք հանում եւ այլն եւ այդ կեղծ իր այդ ամբողջ կեղծությամբ այնքան վատնա, այնքան արհեստական է, որ ես հիմա ուղղակի դա չեմ ուզում մեկնաբանեմ, որտեղ ստացվում է մենք արհեստական կերպով այդ խոսույթը բար ենք անում, որ այ այս ինչ ուժը Ռուսաստանի դեմ է պայքարում, այս ինչ Հայաստան եվրոպականացման, տենց բան չկա։ Հիմա եթե, չգիտեմ, փայտե աթոռին էլ տանենք դնենք երկրի ղեկավարի աթոռին, Հայաստան այս կամ այն կերպով ուզի չուզի իր կենսական շահերից ելնելով հարաբերություններ ունենալու եւ այս կողմի հետ, եւ այն կողմի հետ, իսկ ոնց որ ասում են բալանսավորված եւ բալանսավորող արտաքին քաղաքականություն, տենց լինելու է, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի, չգիտեմ, անգամ եթե արտաքին պետության գործակալն էլ գա, ինքը ուղիղ տեսքով չի ասել, գիտեք ժողովուրդ ջան, ես բացահայտ կերպով շպիոն եմ, հիմա գնացել եմ, մտել եմ Ռուսաստանի գիրկը կամ գնացել եմ, մտել եմ եւ տենց բան չկա, չի կարա լինի։ Հետևաբար այդ հեքիաթին պետքա չտրվել, ոչ մեկը մյուսի տենց բանը չի, ոչ երկրի հիմիկվա ղեկավարն է, հակառուսականության առաջնորդ, ոչ այսօրվա անդիմադիր ուժերն են, պրոռուսականության առաջնորդ, որը Եվրոպան քխա, Եվրոպայի հետ հարաբերություն չենք ունենալու, Եվրոպային հանում ենք Հայաստանից, բերում ենք Ռուսաստան կամ հակառակը։ Տենց բան չկա։ Հայաստանը ինքը իր արժե համակարգով եվրոպական զարգացած քաղաքակրթական իմաստով հասարակություն է։ Ով ուզում է գա, այդ փաստը չի փոխելու։ Հայաստանը աշխարհագրորեն գտնվում է Ռուսաստանից մի քիչ հեռու, Եվրոպայից մի քիչ ավելի շատ հեռու, բայց երկուսի դեպքում էլ մոտարապես իրանց խաչմերուկում ոչ մեկի հետ հարևան չի, ոչ մեկի հետ այտենց ինչ որ առանձնակի մտերմություն անելու որևէ կարիք բան չունի եւ ոչ աշխարհակաղակական իմաստով, ոչ քաղաքակրթական իմաստով, ոչ մշակութային իմաստով Հայաստանը ինքը իր ուրույն քաղաքակրթությունը ունի։ Ինչքան էլ մեզ փորձում են համոզել, որ մենք ապիկար ենք, որ մենք ոչ մի բան չունենք, կպարտված ենք, ոչինչ չենք կարող անել, տենց չի։ Մենք առանձին, ուրույն, մեր դիրքը ունեցող պետություն ենք, որը 30 քանի տարի է փորձում ենք քանդել, չեն կարող մինչև վերջ քանդեն։ Էդ էլ է, չէ՞, կարևոր ձեռքբերում, որ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ ունենք։ Դրա համար պետք չի ուղղակի ես կոչ եմ ուզում անեմ օգտվելով առիթից, որ պետք չի տրվել այդ կեղծ դիսկուրսին։ Պետք չի ասել, հա, այս մեկը շատ վատն է, բայց եթե ես այս մեկին չընտրեմ, ես ինչ հարցում կորուստ չկա տենց բան։ Աշխարհակաղակական հարցով կորուստ չենք ունենալու, որտեվ ձեռք բերած ոչ մի բան համարյա չունենք ժողովուրդ, այդ մնացածը ֆարս է։ Կորցնում են ինչ որ ունեն։ Մենք այսօր դերակատար չենք, հա, մեր մոտ գալիս են, ցույց են տալ այդ նախընտրական շոուն անում են, բայց նույն տրամաբանությամբ այդ նույն մարդիկ մյուս տարի գնալու են Բաքու։ Մյուս այդ համաժողովին, կարծեմ հենց 27 թվականին է։ Ու եթե չեմ սխալվում, առաջին անգամ է, որ նախապես որոշում են հաջորդ երկուսի անցկացման վայրը։ Միշտ որոշում են հաջորդը որտեղ են անում, գնում են ընդ էլ որոշում են այն մյուսը որտեղ են անում, բայց այստեղ քանի որ այտենց իրականում այնպես չէր, որ հենց Հայաստանն են ուզում, բայց պետք է որ այո, մի ձև գան Հայաստանի պատժեշ կանեն, բայց չստացվի, որ տենց ինչ որ մեկը ֆավորիտ է, մեկը չէ, որոշեցին, որ այս տարի կանենք Հայաստան, մյուս տարի կանենք Բաքվում։ Հիմա դրա ձեռքբերումը ո՞րն է, միշտ էլ տենց է եղել, ինչ արել են, տենց են արել։ Այս դիզերներից ահագին էլ եկավ Հայաստան, հենց այդ օրը, դեպի օրվա վերջում թռան Բաքու։ Այնպես չի, որ մենք եվրոպական տենց քաղաքական համայնքում ձեռք բերեցինք այնպիսի կշիռ, որը Հայաստանը պահպանելու է տենց հավետ-հավիցյան։ Չկա, մենք մեր ուժերով պիտի կարողանանք մեզ հավետ-հավիցյան պահպանենք։ Հետևաբար մեր ընտրությունը պիտի լինի ոչ թե որ այս ինչը եվրոպականացում է կամ այս ինչը ռուսականացում, այլ որ ուժերն են, որ մեզ Հայաստանում պատրաստ են ստեղծեն ինստիտուտներ, համակարգեր, դիմակայունացման մեխանիզմներ, որ մենք որպես պետություն ցանկացած աշխարհակաղակական եւ այնց ինչ որ տեկտոնական փոփոխությունների ժամանակ գոնե կարողանանք գոյատևել եւ մնացած ժամանակ էլ կարողանանք զարգանալ։
Այստեղ հա մի հետաքրքիր բան կա մյուս ուժերի առումով, որոնց շարքում դարձյալ կան օրինակ եվրոպական կողմնորոշման տարբեր կողմնակիցներ, որոնք պայմանական կարելի ասել բաժանվում են երկու ճամբարների։ Մի ճամբարը կարծես թե լրացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, այսինքն մենք արևմտամետ ենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը բավականաչափ արևմտամետ չէ։ Եվ հայտնի է առնվազն դրանցից այդ ուժերից մեկը, որը քաղաքային ընտրություններում կոալիցիայի մեջ մտավ Նիկոլ Փաշինյանի հետ, դրանց նույնիսկ դժվար է ընդդիմադիր համարել, հա, ասենք Արամ Սարգսյանի կուսակցությունը, Բաբաջանյանի կուսակցությունը, Շիրինյանի կուսակցությունը, սրանք պոտենցիալ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցներն են, եթե հանկարծ ինչ որ հրաշքով հայտնվեն խորհրդարանում, հուսամ այդպեսի բան չի լինի, եւ կա հակառակ ճամբարի արևմտյան ուժեր, իրար հետ կարծես թե այդքան էլ լավ չեն, բայց երկուսն էլ ավելի ընդդիմադիր կեցվածքով են արևմտամետ, դա մեկը Բևերն է, մյուսը Գուրգեն Սիմոնյանը, եւ երկուսն էլ յուրօրինակ ազգայնական եւ եվրոպամետական, այսպես ամբողջությունը փորձում են համատեղել իրենց կոնցեպցիաների մեջ, եւ այս բոլոր կուսակցությունները մի տեսակ կարծես թե ասելիք չունենալով ստեղծում են ինչ որ մի ֆոն եւ մարդկանց կեղծ ընտրության հնարավորություն են տալիս։ Ես հիշում եմ բոլորին դեմ կուսակցության ցուցակի առաջին համար Սպարտակի ելույթը հանրային եթերում, երբ որ տեսնելով ինչ որ մի բանավեճային իրավիճակ, նա ասեց, այդ ձեր բանավեճը շատ կարեւոր է, մտքերը շատ լավն են, բայց դուք մեկը այնտեղ չենք հայտնվելու, ինչ իմաստ ունի ձեր այդպես մտքերը։ Ես այստեղ մի կարեւոր լրացում եմ ուզում անեմ։ Այդ շեմի իջեցումով բոլորին թվում է, որ հենց այս այսօրվա մի տոկոսանոց կուսակցություններն են հայտնվելու խորհրդարանում։ Իրականում այսօրվա մի տոկոսանոց կուսակցությունների մեծ մասը դրանք ինչ որ նախագծեր են, որոնք ի սկզբանե պարզ է, որ խորհրդարան մտնելու մասին չեն։ Շեմի իջեցումով հայտնվելու են այլ ուժեր, որոնք իսկապես ասելիք են ունենալու, ոչ թե այս կուսակցությունները իրենց կեղծ ասելիքներով, այլ հենց նոր ուժեր, որոնք իսկապես ասելիք են ունենալու եւ համարձակվելու են մասնակցել, որովհետեւ այստեղ արդեն այդ 4%-ի պարտադրանքը չկա, 1%-ով էլ կարելի անցնել եւ հետեւաբար կարելի է ռիսկի գնալ եւ բավականաչափ աղքատիկ, բայց այդ մարդկանց համար միգուցե մեծ ռեսուրս վատնել եւ փորձել մուտք գործել քաղաքական դաշտ։ Իսկ այս կուսակցությունները արդեն իմաստազրկվելու են, որտեվ սրանք ձայն փոշիացնելու նախագծեր են, դրանց առնվազն մի մասը, հա, չգիտեմ, Լևոն Շիրինյանը ամեն տարի մասնակցում է ընտրություններին, անիմաստ փողեր է ծախսում, այդ անհնար է, որ դա ինչ որ մի մարդ առանց շահի նման հիմարությամբ զբաղվի տարիներ շարունակ։ Եվ սա մենակ այդ մի օրինակը բերեցի, բայց մենակ իրեն չի վերաբերում։ Մասով մի չհամտեմ, հա։ Նախ այդ ուժերը մենակ ձեր թվացները չի։ Այնտեղ ասենք արևմտամետության օրինակ։ Չէ, արևմտամետության, ասենք նույն հաշվին Հայկ Մարությանի նոր ուժը ինքը նույնպես իր ծրագրի կարծեմ առաջի կետում այդ եվրոպականացում, եթե չեմ սխալվում, դա է։ Էլի ուժերի մեծ շատ ուժեր կան, որոնք խոսում են դրա մասին։ Հա, ուժեր կան, ընդհանրապես դրա մասին չեն խոսում։ Բայց չանվանելով այս կամ այն ուժի, չգիտեմ, արած հիմարություն կամ չհիմարություն, անհեռատեսություն, չուզենալով մտնել այդ բանի դաշտ, այդ դավադրությունների տեսության դաշտ չմտնելով, էլի վերադառնալով արդյունքներով գնահատման տրամաբանության, էլի։ Ուզում տեղ հասկանանք ընդդիմություն կամ ընդդիմադիր ուժ լինելու ձևակերպում առհասարակ որտեղ ենք տեսնում, որտեղ մի ձևակերպում կա ընդդիմադիր ուժի, ցանկացած ուժ, որ իշխանություն չի, ընդդիմությունն է փաստացի։ Ինչ որ դասական օրինակներից մեկն է, բայց հայկական քաղաքական դաշտում այնպեսի պարադոքսալ բան է ստեղծվել, որ կան ուժեր, այո, որոնք իրենց խոսույթում ուղիղ տեքստով քիչ անում ասեն, հա, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ լավ է անում, բայց մենք համարում ենք, որ դա պետք է լրացնել եւ այդ լրացնելու ձևը մեր ներկայությունն է ազգային ժողովում։ Նման ուժին անվանել ընդդիմություն իմ լեզուն չի պատտվի։ Կարող է իրանք իրանց ինչ որ մարդ թիրախային լսարան կա, որը համարում է, որ հա, դա ճիշտ է, իրոք ասենք, այս ինչ ուժը
գիծը ճիշտ է բռնել, բայց հիմա այս գիծը պետք է ոնց որ արդյունավետ ձև դասնել, արդյունավետ դասնող այսին ճուժն է, գնում են իրանց 1%, 2, 3, 4 կամ քանի տոկոս որ հավաքելու են, հավաքում են, բայց ես իմ լեզուն չի պատտվում այդ ուժերին ընդդիմադիր անվանել, չեմ ասում վատ լավ, բայց ընդդիմություն չեմ անվանում ես, իրենց չեմ կարող անվանեմ։ Հետևաբար, այստեղ հարց առաջանում, բայց ինչը պիտի ընտրեմ։ Ում ինչը պիտի ընտրեմ։ Խոսք գնաց ամենասկզբում ծրագրերի մասին, չէ՞, որ ծրագրերով պետքա որոշենք։ Ես առհասարակ իմ ընտրությունը միշտ կատարում եմ ծրագիր պլյուս թիմ համադրությամբ։ Այսինքն նայում եմ ծրագիրը, ծրագրում եթե դուրս գալիս է, նայում եմ ով է ցուցակում, եթե տեսնեմ, որ այնտեղ կա կարողություն, ոչ թե ինչ որ մարդիկ, որոնց տեսքը դուրս գալիս է կամ հերոսացիով լավ է խոսում, գրագետ է խոսում, չէ՞, այտենց կան որոշներ ասում են գրագետ է խոսում, իրան ընտրենք։ Գրագետ խոսելը շատ քիչ է դեռ այդ գետնի վրա այդ ծրագիրը իրականացնելու համար։ Այ երբ որ ես տեսնում եմ, որ կա ծրագիր, կա այնպիսի թիմ, որը պատրաստ է իր շուրջ կոնսոլիդացնել այն ներուժը, որը կիրականացնի այս ծրագիրը, ես այտենց եմ ուզում ընտրություն կատարեմ։ Այստեղ մի շատ կարևոր հարց է գալիս։ Իսկ որ դեպքում նման թիմ ընդհանրապես կարող որևէ կուսակցություն ունենա։ Այդ երկու բան եմ ուզում առաջարկեմ, բայց ցավոք սրտի, իմ ասացի բանից, չեմ կարողանում այդ ընտրությունս կատարեմ։ Այսինքն, երբ որ ծրագիր պլյուս թիմ դուրս համադրում, այդ համադրությունը անում եմ, ես չեմ ննում որևէ կուսակցություն, որևէ ուժ, որին ես ամբողջ սրտով կտամ իմ ձայնը։ Եվ այստեղ մեզ սկսում են պարտադրել մի շատ վատ սկզբունք ընտրություն կատարելու, չարյաց փոքրագույնի սկզբունքը։ Այսինքն, այս վատն է, այս մեկը ավելի վատն է, այս ավելի վատը կանխելու համար գնամ վատ ընտրեմ, որը ես համարում եմ խայտառակ վատ սկզբունք, որտեվ վերջի հենց որպես արդյունք վատի եւ վատագույնի միջև ընտրությունը վատն է, այսինքն դու ի սկզբանե գնում ես այն ամենաթանկ բանը, որ պետության կառավարման մեջ քեզ տվել է սահմանադրությունը, քո ձայնը, որը 5 տարին մեկ ես օգտագործում, տալիս ես ինչ-որ մի վատ ուժի, որ ինչ ավելի վատ բան է չլինի։ Այ դա, այդ բոլորին դեմը նաև հենց դրա մասին է, որ մենք այդ մոտեցումը փոխենք, ոչ թե ասենք, չգիտեմ, Ռուսաստանից փրկելու համար գնանք այս ինչով մեր հետ կատարվում է սպառակտումը, Արցախի կորուստը, այդ ամեն ինչը հանդուրժենք, ինչա թե գուբերնիա չդառնանք, այն էլ Արցախի պիտի դառնային գուբերնիա, կամ հակառակը ասենք, այս չարիքների շղթան կտրելու համար ջանդամ գնամ ընտրեմ այս ինչ ուժին, թքած թե ինքը մեզ չի դարձնի գուբերնիա։ Այդ երկու բանը մտածելակերպով ընտրությունը, ահա որ վատ է պետականության հանդեպ։ Հետևաբար պետքա մենք քայլ առ քայլ այդ մոտիվացիան փոխենք, որ այդ քաղաքական ուժերը, այդ քաղաքական թիմերը սկսեն առաջանալ։ Ու այդ հետ գամ այդ 1%-ի այդ մասին, որ խոսում էիք։ Այո, 1%, ես ասեցի դավադրության տեսնեմ, ես չեմ մտնում, թե որ կուսակցությունը ինչ դեր է կատարում, ուզում է փոշիացնի, չի ուզում փոշիացնի, իրաց գործն է։ Հայ այս արդյունքով տեսել եմ, այո, օրինակ Հանրապետություն կուսակցությունը տարբեր ժամանակներ որոշ դիրքորոշումներ հայտնելով Երևան ընտրություններին գնաց կոալիցիա։ Հիմա ինչ ուզում է անի, կոալիցիան կազմած է, այդ փաստը ֆիքսված է, մինչև այսօր, ասենք Երևանի ընտրությունների հետ խայտառակ ցածր մասնակցությունով, այդ ցածր տոկոսով հավաք, կարծեմ ընդհանուր ընտրողների 9%-ի մասն է, չէ՞ գնում, որոնք ընտրել են քաղաքացիական պայմանագիր, այսինքն 9% ձայն հավաքած ուժ այսօր Երևանում իշխող ուժը մենակ այն պատճառով, որ գտնվեց 1.5 այլ ուժ, որը լեգիտիմացրեց այդ ընտրությունների արդյունքները։ Այդ կեսն էլ մյուս խնդիրն է, այսինքն ոնց իրան կարողացան տարբեր, չգիտեմ, գործարքների, ուժային կառույցների մեջ ուժը պառակտել, մի մասին բերել։ Ձայն գնելու ուրիշ բացատրություն չկա։ Այսինքն դա էլ այդ խայտառակ երևույթ է, որ այս քաղաքական դաշտում համատարած է։ Դա համար որ մենք հիմա ասում ենք, էս ինչ դեր է կատարում, ոչ թե ես գիտենք, որ էս ինչ մարդը տենց վատ մարդ է, ուղղակի այնքան ենք տեսել այդ երևույթները, որ շատ-շատերի մոտ այո, տենց տպավորություն է ստեղծվում, որ էս ինչ մարդը հիմարությամբ է զբաղված կամ էս ինչ մարդը փոձեն է փոշիացնում, բայց պետք է հասկանանք, որ այո, մեր այսօրվա ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի միջև է, այլ մեր այսօրվա ընտրությունը նրա մեջ է, որ մենք ստեղծենք հնարավորություն առողջ ուժեր ի հայտ գան, որ 1%-ը Ես հիմա այդ առողջ ուժերի մասին եմ ուզում մի ուրիշ տեսակետից նայենք հարցին։ Բազմաթիվ կուսակցություններ ըստ էության բավական այսպես մեկ դերասանի թատրոն են հիշեցնում, սենց ասեմ։ Ավելի գիտական ձևով եթե խոսենք, բոլորը հաճախորդային տիպի կուսակցություններ են, կլիենտալիստական, երբ որ ինչ որ մեկը ունի փող կամ ճարել է փող, ինչ որ անուն ունի, նախկին պաշտոնյա է, ինչ որ ձևով, եւ
եւ ասում այ հա ես կարող եմ դառնալ, մարդիկ նայում են գնահատում են, հա միգուցե սրա հետ համագործակցել արժի եւ ինչ որ պայմաններով, ասենք Գագիկ Ծառուկյանը կարող է աշխատավարձով աշխատանքի ընդունի, Թաթոյանը կարող է ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերի, հետո չկատարի այդ պայմանավորվածությունները կամ չկարողանա կատարել, որտեղ չափից ավելի շատ մարդկանց հետ է պայմանավորվել անցողիկ տեղերի հարցում։ Ամեն մեկը մի ձևով այսպես հաճախորդներ են հավաքում եւ ի վերջո մենք ունենում ենք ոչ թե քաղաքական դաշտ, այլ քաղաքական կառույցներ, այլ ինչ որ քաղաքական ՍՊԸ-ներ։ Եվ Պետրոս Ղազարյանի հարցը, որ հաճախ բոլորին դեմին ինքը ուղղում է տարբեր հանդիպումների ժամանակ, հարցազրույցների ժամանակ, ասում է իջացրեցիք 1%։ Տեսեք ովքեր են այդ 1% հավաքողները, նրանք են մտնելու։ Այդ մանիպուլյացիայի հիմնական բանն այն է եւ անձամբ ես նաեւ դեմ եմ այդ փոքր կուսակցություններին, որոնք ըստ էության մեկ դերասանի թատրոններ են եւ ներքին ոչ մի ժողովրդավարական process չկա։ Նայում ես, մեկ ասում եմ, մենք 500 անդամ ունենք, այդ 500 անդամից 2 հոգու չես տեսել խոսացող բերան։ Այսինքն բոլորին դեմը, որ այդպես բավական համեստ, նորաստեղծ ինչ որ մի կառույց է, կարելի ասել դեռ չի եղել ինչ որ մի ստուդիայում, որ կրկնվի նույն մարդը գնա։ Անընդհատ ինչ որ նոր դեմքեր 7-8 հոգի ակտիվ խոսացող կար, այլ չհաշված օժանդակ հարթակներում, ասենք մեր նման մարդիկ, որ առաջին դիրքերում չենք, էլի բավական շատ խոսում ենք։ Այն դեպքում, երբ որ այդ կուսակցությունները անգամ եթե ունեն խոսացող, միևնույն այդ մեկ դեմքով են հանդես գալիս, որտեղ դա այդ մարդու կուսակցությունն է, նրա սեփականությունն է, նույնիսկ եթե, չգիտեմ, մի քիչ բարդ դեպքեր կան, ասենք կուսակցությունը կարող է պատկանա մեկին ուրիշներին նշանակի խոսացող, այդպիսի դեպքեր էլ կան։ Բայց նաև այս պատճառով այդ կազմակերպությունների մասին է խոսքը, որոնք ըստ էության կուսակցություններ չեն, հանրության կողմից դրանք ստեղծված չեն, հանրության մասնակցությամբ իրենց թիմերը չեն ձևավորել։ Այդ թիմերը ձևավորվել են պայմանավորվածություններով, բազարներով, կարելի է այս կոպիտ բառն էլ օգտագործել, հետևաբար ինչու պետք է Հայաստանի քաղաքացին նման թիմին, որը ըստ էության ոչինչ է իրենից ներկայացնում քաղաքական իմաստով, ընդհանրապես իր ձայնը տա։ Եվ եթե ստեղ ավելացնելու կա, հետո կամփոփենք արդեն։ Ինչ վերաբերում է այդ շեմի իջեցման եւ այդ ձեր ասած մանիպուլյացիային, դա այո, իրոք մանիպուլյացիա է եւ ինչու մենք ունենք այս ընտրությունը, մենակ այն պատճառով, որ մեր ընտրության այդ մեխանիզմը վատի եւ վատագույնի միջևն է։ Այն ժամանակ, երբ որ ես ստիպված չեմ լինի ընտրել ինչ-որ մի ուժի, որը ինչա թե ինքը պոտենցիալ ունի անցնելու, ինչա թե ինքը հիմնական հակառակորդն է, ուժի, որ ավելի վատն է, ես կսկսեմ փնտրել այդ իմ ասած երկու բանը՝ ծրագիր ու թիմ։ Այդ ժամանակ կսկսեն մարդիկ ինձ որպես ընտրողի ծրագրեր գալ, որտեղ իրանք այլևս այլ մոտիվացիայով չեն կարողանալու ձայն հավաքել։ Այդ իջեցումը, այս ընտրական ազգրքի փոփոխությունները դա ամբողջ խնդրի լուծումը չի, բայց դա առաջին քայլն է, որ մենք սկսենք քայլել այս ուղղությամբ։ Եվ երբ որ մեզ ասում են, որ այդ բոլորին դեմի շարժմանը, որ մենք աջակցում ենք, քերծուցակում եք, երբ որ ասում են, որ անլրջացնում է, չգիտեմ, այս ճակատագրական պահին բան ենք անում, այդ փչացնում ենք այս ընկալումը ընտրություններ, սա ճակատագրական ընտրությունն է, բայց ինչ անես եթե մարդը քաղաքական ուժը, լուրջ քաղաքական ուժը գալի եւ ծաղրում է ինձ որպես ընտրողի, ռեալ, ասենք ինքը լուրջ դեմքով գալի ինձ ծաղրում է, որովհետեւ ասում է բաներ, որ ինքը չի կարողանալու անել, իրան ձևացնում է մի բան, որ ինքը չի, բայց իմ համար դա ծաղրանք է, որտեւ ինքս խափում է, աչքերից նայեմ խափում է։ Ես դա ուզում գնահատական տամ, քաղաքական գնահատական տամ։ Եվ այդ քաղաքական գնահատական տալով, զուգահեռաբար ստեղծելով հնարավորություններ, ես ստեղծեմ առողջ քաղաքական ուժերի առաջացման եւ զարգացման հնարավորություն։ Էդ է, որովհետեւ այսօրվա ուժերից շատերը, այո, միգուցե ասելիք ունեն, միգուցե ունեն ներքին թիմեր, կուր թիմեր որոշներն ունեն։ Նույն Բևեռի մասին խոսեցի, կուր թիմը։ Ոչինչ չի կարող ասել, մարդիկ ձևավորվել են կոնկրետ գաղափարախոսության մասին, անկախով ինչ գնահատական կտա, չգիտեմ, իրանց մոտիվացիայի մասին, չգիտեմ, ինչի մասին։ Ես շատ լավ ճանաչում եմ մարդկանց այդ կուսակցության համակիրներ, ովքեր արժեքային գաղափարախոսական մարդիկ են,
տեսել են կուսակցություն, որը դեկլարացնում է որևէ գաղափարախոսություն, դրան միացել են։ Ես գաղափարախոսություններին չեմ միանում, իմ համար մի քիչ այլ մոտիվացիա է։ Ես ուզում եմ ավելի միասնական տեսնել Հայաստանը, քաղաքական դաշտը, ուզում եմ չպառակտենք մենք ինչ որ կուսակցական գաղափարախոսություններով, բայց եւ հասկանում այլակարծություն, տարակարծությունն է երկրում պետք, կարծիքների բախում է պետք, այդ կարծիքների բախումից, այդ տարբեր քաղաքական ուժերի, հավասար ուժերով քաղաքական ուժերի փնտրտուքների, պրպտումների իրար քննադատելու, իրար համագործակցելու արդյունքում է, որ պիտի ծնվի հայկական մոդելը, հայկական պետության զարգացման, բարգավաճման առաջընթացի մոդելը, որը չի կարա ծնվի կեղծ դիսկուրսի հետևանքով, որը չի կարա ծնվի պառակտման պայմաններում, որ այսօր ամեն օր ավելի են պառակտում, չի կարա ծնվի ապաթիայի այդ պայմաններում, երբ որ մարդիկ ուղղակի հուսահատված են։ Դրա համար առաջին բանը որ պիտի անենք, պիտի գնանք քաղաքական գնահատական տանք այդ պառակտողներին, քաղաքական գնահատական պիտի տանք մեծ հուսահատության հասցրածներին, երկիրը փլուզման շեմին հասցրածներին, անգամ քարոզարշավը խուլիգանության վերածողներին, խուլիգանության վերածողներին, այդ խուլիգանությունը պարտակող ուժայիններին, կարանք պիտի քաղաքական գնահատական տանք մեր բոլոր արհավիկներին, որ մեր գլխին եկել է, եւ այդ գնահատականը տալու, այսինքն վատ ասելու այդ մեկտեղ պիտի քայլ անենք, որ լավը ստեղծվի։ Այսինքն մեր առաջ հիմա դրված է երկու բան, ասել ժողովուրդ, լավն եք, լավը չեք, ինչ եք, տապալված եք դուք, որպես բան, արդյունք, ձեր արդյունքը տապալումն է, անգամ ԿՊ-ն ասում է 4-րդ հանրապետությունն եմ ուզում սկսեմ, այսինքն ասում ես երրորդը всё, պրծավ, փչացրեցինք, գցեցինք մի կողմ, եկեք 4-ը սկսենք, արդեն իրանց միակ ճիշտ բանն է։ Ծրագրում նշված, այսինքն ես հիմա չեմ հորինում, ես ասեմ, որ մենք այս ամեն ինչին պիտի տանք քաղաքական գնահատական ընտրությունների միջոցով, այսինքն գնանք ընտրության, ասենք մերժենք այդ բոլոր երևույթները, ոչ թե անձանց, այդ անձինք ահա շատ լավ մարդիկ են, ասեմ, ես այդ շատերին ճանաչում եմ, հարգում եմ, բարևում եմ, լավ եմ հետները, բայց որպես քաղաքական երևույթ ես պիտի նախ այդ գնահատական տամ, որ մենք ընդհանուր բոլորս, այսպես ասած, բոլորից դեմ եմ։ Ես նույն կարանք սարքենք, բոլորից դեմ եմ, որտեղ այս համակարգում բոլորս էլ տապալվելու ենք։ Այ պիտի գնանք ընտրության, պիտի ասենք, որ մենք բոլորից դեմ ենք եւ դնենք հիմքը նոր, լավ, առողջ ուժերի ձևավորման եւ քաղաքական դիսկուրսի ձևավորման։ Այդ երեք առաջարկումը իմ տեսած բոլոր ուժերից բոլորին դեմ է։ Ես դրա համար իրան աջակցում եմ, այդ ուժին աջակցում եմ, այսօր այդ մայքեն հագցրել եք, հագել եմ, եկել եմ դրա համար, այդ պատճառով, որտեվ իմ համար ես չեմ կարող ինքս ինձ ընդունեմ, որ ես այս երկրի համար պիտի կատարեմ վատ ընտրություն, այսինքն վատի վատագույն ինչև ընտրեմ վատը, չեմ ուզում, խեք ինձ տիպում ընտրել վատ այս երկրի համար, ընտրեմ լավ էլի։ Մենք փորձեցինք ներկայացնել բոլոր կուսակցություններին առանձնապես դեմ լինելու պատճառները, իհարկե բազմաթիվ այլ պատճառներ կան կուսակցություններից յուրաքանչյուրին դեմ լինելու համար եւ ուղղակի ժամանակը չէր կարող բավարարել, որ մենք դա ամբողջությամբ ներկայացնեինք։ Հուսամ մենք էլի հանդիպումներ կունենանք բոլորին դեմ կուսակցության ցուցակի այլ անդամների հետ եւ գուցե ավելի մանրամասնենք այդ հարցերը։ Ուղղակի հիշեցնեմ, որ հայկական ընտրությունը չնայած երկար ժամանակ նախընտրության իր նախագծով առաջարկում էր, որ քաղաքական դաշտում բոլորովին այլ ավելի գաղափարական հենքով եւ հանրային առաջադրմամբ ձևավորվեր քաղաքական լայն ներառական թիմ, սակայն փաստը այն է, որ քաղաքական դաշտը այս պահին դա անելուն պատրաստ չէր եւ բոլորին դեմի ծրագիրը առավելագույն հնարավորություն է տալիս կարճ ժամանակ հետո ունենալ նոր ընտրություններ, ավելի լավ կանոններով եւ ինքը բոլորին դեմի ցուցակի ձևավորումը, հա, նրա բաց սկզբունքները, ներքին ընտրությունը, որ կրկնում են հայկական ընտրության առաջարկած կազմակերպական սկզբունքներից մի քանիսը եւ սա կարեւոր փորձառություն է նաեւ մեր նախընտրության նախագիծը, այսպես կենթանի օրինակի վրա ընկալելու եւ նրա
թերությունները եւ առավելությունները գնահատելու համար, ուստի այդ պատճառով հայկական ընտրության մի քանի անդամներ ոչ միայն աջակցում է բոլորին դեմ շարժմանը, այլ նաեւ ընդգրկված են ցուցակում եւ հույս ունեմ, որ եթե հաջողվի հնարավորինս մեծ թվով բոլորին դեմ քաղաքացիների ակտիվացնել, հրավիրել ընտրությունների եւ այդ ձայները չփոշիացնել եւ արդյունավետ ձևով մասնակցել խորհրդարանում, միգուցե իսկապես մենք մի քանի ամիս հետո կունենանք նոր ընտրություններ առանց ԿՊ-ի վարչական ռեսուրսի, բոլորին դեմի անցողիկ կառավարության կազմակերպմամբ եւ այդ ժամանակ բազմաթիվ գաղափարական խմբակներ հնարավորություն կունենան իրենց թիմերը ընտրելով մասնակցել իրապես ավելի արդյունավետ, ավելի ժողովրդավարական կարելի ասել, ավելի գաղափարական ընտրություններին։ Շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։